Խամենեին պատմության ամենահիշաչար մարդկանցից մեկը, մեռած է։ Սա արդարություն է ոչ միայն Իրանի ժողովրդի համար, այլև բոլոր այն մեծ ամերիկացիների եւ աշխարհի բազմաթիվ երկրների մարդկանց համար, որոնք սպանվել կամ խեղվել են Խամենեիի եւ նրա արյունարբու մարդասպանների հրոսակախմբի կողմից։ Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից եւ բարձր տեխնոլոգիական հետևող համակարգերից։ Սա մեծագույն հնարավորություն է իրանցի ժողովրդի համար հետ ստանալու իրենց երկիրը։ Մենք լսում ենք, որ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի, զինվորականների եւ անվտանգության ու ոստիկանության այլ ուժերի ներկայացուցիչներից շատերը այլևս չեն ցանկանում կռվել։ Հուսանք, որ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը եւ ոստիկանությունը խաղաղ կերպով կմիավորվեն իրանցի հայրենասերների հետ եւ կաշխատեն միասին, որպես մեկ միասնություն, որպիսի երկրին վերադարձնեն այն վեհությունը, որին նա արժանի է։ Այս գործընթացը պետք է շուտով սկսվի, քանի որ ոչ միայն Խամենեին է զոհվել, այլև հենց երկիրը։ Այն ընդամենը մեկ օրում լուրջ վնասներ է կրել եւ նույնիսկ փաստացի ոչնչացվել է։ Իսկ Թել Ավիվում արդեն նշում են Խամենեիի մահը։ Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղարին, պաշտպանության նախարարին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարին։